Բարև, սիրելիներ հասանք Ղևդացոց գրքին փակման գլխուն, 27-րդ գլխուն և ադոր նյութն է ընձայման և նվիրումի նկատմամբ ուխտեր։ Ուխտերու նյութին մասին զարմանալին այն է, որ ադոնք բոլորովին գամավոր են, բայց անգամը որթուն ուխտն ես, Աստված քեզ մե պիտի պահանջես այն։ Եվ կարևոր է նշել, որ յուրաքանչյուր հավատացյալ գուզե բամը անել Աստծո համար, բայց շատեր չեն կատարեր անոր տված ուխտերը իրենց։ Ոչ թե որ Աստված կխնդրե մեզ մե ադոնք անել, բայց մենք խոստացած ենք որոշ բաներ, եւ երբ տուն բամը կխոստանաս, Աստված կգնգալ է, որ կատարես զայն։ Եթե դու մտադիր չես բահելու այդ ուխտը, կամ վերջավորության թեթևի կառնես, այդ անարքանք է Աստծո, եւ ան չընդուներ այդ մեկը։ Ան քեզ մե պիտի պահանջե քու ուխտերդ։ Այստեղ Ղևդացոց 27-ի մեջ կծանոթանանք ուրիշ անձը դերոջը նվիրելու գաղափարին, բայց միայն քահանայական ցեղին մեջ ծնածները գրնային իրականության մեջ ծառայել դաջարին մեջ։ Այսպիսով, եթե մեկը անձը պիտի նվիրեր իր որդին կամ աղջիկը, քույրը, գինը, եղբայրը, ապա գրնար ետ քնել զինք։ Այս խորանի բահբանման համար միջոցներ հայթայթելու երբ մներ։ Նույնն է բարական այսօր, մենք կուտանք մեր եկեղեցիին, որպես բահբանե շենքը եւ հովիվներն ու մյուս պաշտոնյաները։ Եվ այսպես դերը որոշ կանոններ ուներ, թե ինչպես պետք էր կատարվեր այդ բոլորը։ Եվ պատճառը, որ մեկը նվիրեր ընտանիքին անդամը, ապա ետ կներ զինք, որ այդ Աստծո դրված իմաստալից եւ արժեքավոր բամը ըլլար։ Եկեք տեսնենք այդ մեկը այսօրվա տեսանկյունեն։ Եթե նվերի ափսեին մեջ տնես բամը, որ քեզի համար ոչինչ կարժե, ես կրնամ բամը ըսել, որ Աստվածալ քեզի հետ աժամ պիտի վարվի։ Երբ դաս արադացերնությամբ դուր եւ Աստված պիտի վերադարձնե բարիքը։ Եկեք ավելի ուշադիր նայենք, թե ինչ կնշանակի այս բոլոր Ղևդացոց գրքին մեջ։ Երրորդ համարի մեջ, երբ մարդը ուխտի միջոցով նվիրվի Աստծո, այդ չի նշանակեր, որ այդ մարդը պիտի ծառայե խորանին մեջ։ Այդ կնշանակե, որ ան գրնա կենթանի մփերել զոհաբերելու։ Եվ անոր փնորինակ ստացակի պիտի դրվեր։ Հիմա Աստված ուշադրություն կդարձնե այս բաներուն։ Մենք ալ պետք է գիտակցենք։ Մեր զոհաբերության միջոցով է, որ կբացահայտվի, թե որքանով իսկական են մեր քրիստոնեական փորձառությունն ու մեր վկայությունը։ Եթե մենք իսկապես մտադիր ենք, մենք Աստծո պիտի զոհաբերենք այդ ինչ որ մեզի համար արժեքավոր է։ Ինչ ուխտացես Աստծո։ Ամենեն շատ անգուզ է, որ մենք մեր անձերը նվիրենք հնազանդությամբ եւ սրբությամբ։ Արդյոք երբեք անորքով կացած ես եւ նվիրած ես իրեն անձդ։ Երբեք Աստծո կացած ես եւ քու զավակներդ նվիրած ես իրեն, թորնիկներդ, քու երկրային ստացվածքներդ։ Ուրեմն, ինչպես որ Ղևդացոց գիրքը հստակ կսե, ան քեզի չի պատվիրեր այդ մեկը անել։ Ամբարձաբես գսե, որ թուն գրնաս անել այդ մեկը, բայց ան նաեւ ուրիշ բամը գսե, եթե բամը ուխտես Աստծո, պետք է կատարես զայն։ Ինեն 10 համարներուն մեջ կտեսնենք ուխտերը, որոնք կվերապերին կենթանիներուն։ Աստված գսե, մի փոխեր քու ունձած ավելի քիչ բանով։ Եթե դու խոստացած ես բամը անել Աստծո համար, ուրեմն կատարես այն։ Տեսեք Անանյան եւ Սապիրան։ Անոնք ժողովրդին խոստացան, որ դերոջ որոշ ստացվածք մը պիտի տան, բայց անոնք այդպես չրին։ Եվ ավելի քեշը անոնք սդեցին ադոր մասին։ Անոնք ստիպված չէին տալու այդ գումարը, բայց անոնք խոստացան այդ եւ սդեցին ադոր մասին։ Այսպիսով անոնք անմիջապես գրեցին հետևանքը, որ մահն էր։ 14-ին 15 համարները գսեն, որ մարդումը դունը անոր ամենասուրբ նյութական ստացվածքն է, եւ ան գրնար զայն ուխտել դերոջ, բայց ան գրնար շարունակել ապրիլ դան մեջ եւ վարձք տալ Աստծո որպես դանդեր։ Հիմա, մինչ կմոտենանք այս Ղևդացոց գրքի ավարտին, կտեսնենք, որ այս գիրքը ոչ միայն կխոսի օրենքներու եւ կանոնակրերու մասին, այլ Աստծո սրբության, նաեւ այն գերբերու մասին, որոնցմով մենք կրնանք մենքս մեզ սուրբ պահել։ Այս ուշագրավ գիրք մնե սիրելիներ,
ցույց տալու համար, որ այս սկզբունքները հարմարած էին այն ժամանակ, երբ իսրայելցիները պիտի մտնեին խոստացված երկիրը, ինչպես նաև այսօր։ Եվ մենք հավատացյալներս այսօր գրնանք երախտաբար դլալ Աստծո շնորհքին համար, քանի որ Աստված մեզ մեկը խնդրե գամավոր ուխտել իրեն համար։ Որովհետև եթե մենք կսիրենք զինք, պիտի ուզենք անել այն ինչ որ զինք կհաջեցնե։ Ամեն։